Հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի նախարարներ, պարոն մարզպետ, տարածքային զարգացման հիմնադրամի հարգելի տնօրեն, սիրելի ուսուցիչներ, հարգելի տնօրեն, սիրելի աշակերտներ, ծնողներ, ուրախ եմ շատ այսօրվա առիթի համար, ուզում եմ շնորհավորել բոլորիս այս հոյակեր դպրոցի բացման առիթով, որը արդեն 6 ամիս գործում է և դուք արդեն բոլորդ աշակերտները սովորում են և դեռ նոր աշակերտներ ենք սպասում այս դպրոցում, ենթադրում եմ սեպտեմբերի 1-ից և ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող օրինական հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, ում գեներացրած միջոցների շնորհիվ կառավարությունը ի վիճակի է եղել կառուցել այս դպրոցը և նշվեց, որ դպրոցը ընդհանրապես նաև մեր աշակերտներին նոր ուժով և գիտելիքով օժտվելու նպատակ ունի և մենք հույս ունենք, որ դպրոցը և այսպիսի դպրոցները իրենց ֆիզիկական միջավայրով և բովանդակությամբ կօգնեն, որ մեր աշակերտները իրենց հետագա ողջ կյանքի ընթացքում ինքնավստահության ավելի մեծ պաշար ունենան։ Եվ մենք վերջին շրջանում շատ քննարկում ենք և նաև ուզում ենք, որ մեր աշակերտներին մենք շատ ճշգրիտ ուղերձներ փոխանցենք, թե ինչի համար է այս ամեն ինչը արվում, ինչի համար է գիտելիքը, ինչի համար է սովորելը և արդեն նման մի քանի դպրոցներում առիթ ունեցել եմ ասելու սիրելի աշակերտներ և ուզում եմ, որ այդ ուղերձը ձեզ համար ավելի ու ավելի լսելի լինի, ի վերջո դպրոցի և կրթության ամենակարևոր նպատակը այն է, որ աշակերտները կրթության միջոցով իրենց հետագա կյանքում լինեն ավելի հաջողակ, իսկ հաջողակ ասելով նկատի ունենք, որ լավ ապրեն։ Եվ սա ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք մեր աշակերտներին փոխանցել։ Եվ հիմա նաև հանրային քննարկումների փուլում է և հույս ունեմ, որ մենք ի վերջո կգանք կոնսենսուսի և մեր բոլոր դպրոցներում այդ ուղերձը հստակ ձևակերպված կլինի, որ ամեն աշակերտ ամեն օր դպրոց մտնելիս ավելի հստակ ինքը իր համար պարզի, թե ինքը ինչի համար է գալիս դպրոց։ Իսկ այդտեղ այն կարգախոսը, որը որպես նախագիծ մենք առաջարկում ենք, ազդարարում է մեր բոլոր աշակերտներին լավ սովորիր, որ լավ ապրես։ Եվ կարծում եմ, որ սա շատ կարևոր մի ուղերձ է, որովհետև ժամանակակից աշխարհում և իմիջիայլոց նախկինում էլ մենք կարող ենք նոր ենք գլխի ընկել, բայց միշտ էլ այդպես է եղել, որ լավ ապրելը, բարեկեցությունը հենված կարող է լինել միայն գիտելիքի վրա։ Որովհետև մենք ինչու ենք ասում լավ սովորեք, որ լավ ապրեք, որովհետև մեկը կարող է լավ ապրել ֆիզիկայի միջոցով, մյուսը քիմիայի միջոցով, երրորդը գրականության միջոցով, չորրորդը սպորտի միջոցով, հինգերորդը գյուղատնտեսության միջոցով, վեցերորդը անհատ ձեռնարկատիրության միջոցով, յոթերորդը ուսուցիչ լինելու միջոցով, որովհետև ուսուցիչ լինելու համար էլ պետք է լավ սովորել և նաև մեր կառավարությունը հնարավորությունների բացում, որպեսզի լավ ուսուցիչ լինելու միջոցով հնարավոր լինի լավ ապրել և ընտանիքի բարեկեցությունը հնարավոր լինի ապահովել ուսուցչի աշխատանքով։ Ցավոք, մենք երկար ժամանակ այդպիսի խոսույթներ ենք տեսել, Հայաստանում այդ խոսույթները հետաքրքիր է, ուշադրություն չենք դարձրել, կողքով անցել ենք ու չենք նկատել, որ բազմաթիվ աշխատանքներ երբեմն նույնիսկ ուսուցչի աշխատանքը ընկալվել է որպես թե որ տնից դուրս գանք, տնից դուրս գալու տեղ լինի և այլն և այսպես շարունակ, որը ինքը թվում է թե շատ պարզ կենցաղային հեշտ լուծվող հարց է, բայց ինքը ոչ միայն շատ բարդ իրավիճակ է, այլև իր հետևանքներն են շատ ծանր և հանրության, և կրթության, և աշակերտների համար և մենք դա պետք է բացառենք, մենք պետք է վստահ լինենք, որ դպրոցում աշխատող ուսուցիչը, որը
պայմանավորվում է մեր երեխաների լավ սովորելու հնարավորությունը եւ ինչպես նաեւ հետագայում լավ ապրելու հնարավորությունը մենք պետք է համոզված լինենք, որ մեր հարգելի ուսուցիչները ունեն պատշաճ հմտություններ, ընդ որում էլի ուզում եմ ընդգծել, որ մի անգամ այդ հմտությունը ունենալը բավարար չի, որովհետև ժամանակակից աշխարհում գիտելիքը փոխվում է, գիտելիքը զարգանում է, հմտությունները զարգանում են եւ շատ կարեւոր է, որ մենք այս հարցում լինենք սկզբունքային մեր երեխաների համար։ Եվ շատ կարևոր է, որ մեր երեխաները տրամադրված լինեն այս միջավայրը օգտագործելու իրենց ապագան այսօր կառուցելու նպատակներին ծառայեցնելու համար։ Սիրելի երեխաներ, սիրելի ուսուցիչներ, կրկին բոլորիդ շնորհավորում եմ եւ ուզում եմ, որ իսկապես մեր դպրոցները դառնան մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, մեր հանրության լավ ապրելու բարեկեցության հարթակ եւ ինչքան խոսում ենք այս մասին եւ մտածում ենք, ավելի ենք համոզվում, որ դա իսկապես ճշմարտություն է, որ վաղվա բարեկեցությունը այսօր այստեղ այս դասասենյակներից ներս է ձևավորվում եւ ինչ որակով, ինչ տրամաբանությամբ, ինչ հետեւականությամբ, ինչ աշխատանքով այդ ապագան կկառուցվի, այդ ապագան կլինի համապատասխան այդպիսին եւ կարտահայտվի ոչ միայն ապագայում, այլև այսօր։ Ես ձեզ ցանկանում եմ, որ այս բեմերը, այս մարզադահլիճները, խաղահրապարակները լիքը լինեն անընդհատ առաջին հերթին ձեզանով, բայց ոչ միայն ձեզանով, որովհետեւ գիտելիքը նաեւ ստեղծագործություն է, ստեղծագործական մոտեցում է, գիտելիքի կիրառումը շատ կարեւոր է, այդ էլ է կարեւոր դե ոչ միայն գիտելիքը ունենալ, այլև գիտելիքը կիրառել եւ գիտելիքի կիրառումը ինքը ստեղծագործական process է եւ շատ կարեւոր է, որ մենք այս բեմերը, այս մեծ եւ ընդարձակ միջանցքները, ընդարձակ շենքերը, խաղահրապարակները մենք ստեղծում ենք հույս ունենալով, որ այստեղ ձևավորվելու արդյունքում մեր երեխաների մտահորիզոնը, ստեղծագործականությունը, գիտելիքները կիրառելու հմտությունը, գիտելիքը բարեկեցություն եւ շոշափելի, այդ թվում ոչ շոշափելի, բայց նաեւ շոշափելի արդյունք եւ արժեք դարձնելու, արդյունքի եւ արժեքի տրանսֆորմացնելու հմտություններ կարողանանք ներազդել, ներշնչել մեր երեխաներին։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս եւ բոլորիդ մաղթում եմ հաջող ուսումնառություն, լավ ուսումնառություն, հետագա լավ կյանքի ակնկալիքով եւ սպասումով։ Շնորհակալ եմ։ Ինչ է կարել լաբորատոր սարքեր օգտագործել, իսկ քիմիային բայց նկատեցի, ոնց որ ձեր քիմիայի խալաթները, ոնց որ տոպրակի մեջ սիրուն դասավորած եք, տենց էլ մնացել, ոնց որ չեք ակել, հա, ոչ միայն։ Ափսոսել եք։ Մի ափսոս, շատ լավ, հաջողություն։